Ինք շատ լավ հասկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվեց, Թուրքիան չի կարող փակ պահել սահմանը։ Չի կարող չհաստատել դիվերագիտական հարաբերություններ, ճնշումը շատ մեծ է հիմա էլ արևմուտքից։ Եվ ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում այդ հարցը կլուծվի եւ պայմանագիրը կստորագրվի։ Շատ մեծ է ճնշումը, շատ դրական իմաստով եմ ասում, Միացյալ Նահանգներից, Եվրոմիությունից, Ադրբեջանի նկատմամբ, նաեւ ինչու՞ չէ Թուրքիայի նկատմամբ։ Եվ կարծում եմ այդ խաղաղությունը կհաստատվի, իրենք նաև տեսնում են, որ բացի նրանից, որ Հայաստանը կսկսի բարձր տեմպերով աճել եւ ավելի շատ գումարներ հատկացնել պաշտպանության ոլորտում։ Նաև հիմա ուզում են, քանի դեռ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչ հնարավոր է փոխեն Հայաստանից։ Խոսում են Սյունիքով միջանցքի մասին, խոսում են ադրբեջանցի փաստականների հետ վերադառնալու մասին, որ մենք մոռանանք խոսենք արցախցիների Արցախ վերադառնալու մասին։ Այս բոլորը շատ բարձր երբեմն նաև պրիմիտիվ դատողություններ են, բայց մենք շատ լավ գիտենք, որ դրա մասին հիմա խոսել չի կարող, չէ՞։ Մանավանդ հայերը արտաքսվել են, կոտարասներ են եղել, ահավոր երևույթներ են եղել, իրենք ադրբեջանցիները ժամանակին նույնիսկ մտածում են, որ վերջ Արցախը կորցրեցին Սումգայիթից հետո։ Շատերն են այդպես մտածում։ Բայց ցավոք սրտի այդ որոշումները չկայացվեց, իսկ ադրբեջանցիների մեծ մասը փաստական չէ, նրանք իրենց տները վաճառել գնացել են եւ ասել փոխանակել են։ Դա չի համարվում որպես այսպես ասած ներքին տեղահանված կամ տեղահանված մարդիկ, փաստականներ, որ պետք է գան իրենց իրավունքները պաշտպանեն։ Այդ մասի խոսք լինել չի կարող։ Եվ իրենք մի 2-2.5 անգամ պակաս են, քան մեր հայրենակիցները, որոնք բնակվում են Ադրբեջանում։ Իրենք գտնում են, որ Հայաստանը շատ ծանր վիճակի մեջ է, եթե մի քիչ սենց շարունակենք, եթե ավելի շատ սեղմենք, իրենք կսկսեն ավելի նոր զիջումներ անել, մեծ տարածքներ տալ եւ այլն։ Իրենք չհասկացան, որ ամեն ինչ մենք չենք խեղդվել, էլ չենք խեղդվելու, էլ չենք զիջելու, հակառակ վերականգնելու ենք են եւ փորձելու ենք անել ամեն ինչ վերականգնելու համար, ինչ որ կորցրել ենք։ Իրենք դա լավ պետք է հասկանան։ Փորձում են, ստացվում է, փորձում են։ Ճնշումը այդքան դեռ մեծ չի, որ կարողանում են չստորագրել, չեն ստորագրել։ Ինչով ենք մենք հետաքրքիր Իրանին։ Մեր ապրանքաշրջանառությունը գնալով աճում է, բավականին մեծ թվերի արդեն հասել, մոտ 650-700 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում։ Բայց հետաքրքրում ենք ավելի շատ նաև հեռանկարային առումով, որ իմ կարծիքով որպես տրանզիտ երկիր, որովհետեւ Իրանը կարողանա իր էներգառեսուրսները Հայաստանի միջով Հայաստան, Վրաստան, Սևծով կամ Հայաստան, Թուրքիա, Եվրոպա արտահանի։ Ամենախոշոր գազի պաշարներից մեկը Իրանում է, աշխարհում։ Եվ գազը, եւ նավթը, այդ բոլորը կարող է շատ լավ աշխատել, իրենք շատ շահագրգիռ են։ Շահագրգիռ է նաև Հնդկաստանը, որ Իրանի նավահանգիստները օգտագործելով նույնչաբար նավահանգիստը, որ իրանք մեծ ներդրումներ Իրանի տարածքով տրանզիտ ձևով նոր ճանապարհ ստեղծի դեպի Եվրոպա եւ հենց հատկապես Հայաստանում։ Իրենք շատ պաշտպանում են այդ ուղղությունը։ Ինք չեն ուզում տեսնել Թուրքիայի ակտիվությունը եւ Թուրքիայի գրավումը ամբողջ Անդրկովկաս։ Այդ Սյունիքի միջանցքը հենց դա է նշանակում։ Իրենք ուզում են դա ստանան, որ ամբողջ շղթան փակվի։ Հյուսային սահմանը Իրանի լինի միայն թուրքալեզու ժողովուրդ։ Սա է նպատակը։ Ստեղ տրանսպորտ եւ այլն ստուգել, չստուգել էական չէ։ Սա մեծ ագրեսիվ քայլ է, Թուրան են ձևավորում, որովհետեւ ամբողջ Իրանի հյուսիսը վաղը մյուսօրը միացնեն իրենց Թուրանին։ Շատ ագրեսիվ, ամբիցիոզ նպատակներ ունեն։ Բայց իրենք մոռանում են, որ եւ իրենց թվում է, որ թուրքալեզու շատ երկրներ գորգերը փռած իրենց են սպասում, դա այդպես չի։ Նույն Ղազախստանը իրեն է տեսնում որպես թուրքական երկրների առաջնորդ, ազդեցության տակ է նաեւ չինական քաղաքականության, որը երբեք չի ողջունի Թուրանի տարածումը դեպի արևելք, որտեղ ինքն էլ շահեր ունի։ Այդ մասին շատ չի հայտարարվում, բայց իրենք շատ զգուշ են այդ հարցով։ Եվ տեսեք ինչպիսի մենք ունենք փաստորեն գործընկերներ ակտիվ Իրանից մինչև Հնդկաստան, այդ մի ուղղություն։ Եվրոմիություն, Հյուսային Ամերիկա, Մերձավոր Արևելք, արաբական երկրների հետ շատ ակտիվ առևտուր է գնում նաև հիմա։ Ինչու՞ չէ։ Նույն Էմիրատների հետ եւ այլն եւ այլն։
Եվ դա նշանակում է, որ պոտենցիալը շատ մեծ է եւ իրենք շատ լավ հասկանում են, որ ճանապարհները բացվեն եւ խոչընդոտներ չլինեն, ինչպես օրինակ վերին Լարսում են լինում դեպի Ռուսաստան արտահանումների ժամանակ, ապա որոշ մասը ապրանքների կվերակողմնորոշվի դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, այն ինչ որ գնում է հիմա ԱՊՀ-ն ու առաջ երթի Ռուսաստան։ Դա անխուսափելի է, կլինեն ներդրումներ այստեղ։ Աչքի առաջ ունենալով Մերձավոր Արևելքի կամ Թուրքիայի սահմանամեծ տարածքների մեջ շուկան։ Միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մարդիկ են ապրում, չէ՞ դա։ Իսկ դա արդեն շուկա է շատ մոտ հեռավորության վրա։ Մին արագսը պետք է անցնել եւ այդ շուկային հասնել։ Ես չեմ խոսում Եվրոմիության մասին։ Մենք ունենք մեր կվոտաները, մենք ունենք հնարավորություններ, կանդամակցենք Եվրոմիության, մաքսային միությանը եւ այլն։ Այդտեղ կլինեն նոր հնարավորություններ։ Պակաս հնարավորություններ կլինեն Ռուսաստանի ԱՊՀ երկրների իմաստով, որտեղ երկու տարբեր մաքսային միությունների միաժամանակ անդամակցելը դժվար է, կամ անհնարին։ Բայց դա բավականին երկար ժամանակ է պահանջում, մինչև կտեսնենք, որ կգա պահը, որ արդեն վերջնական պետք է որոշում կայացնենք։ Այժմ ազատ առողջ։ Երբ որ արդեն կդենգրվենք բավականին չափ Եվրոմիության շուկայում եւ այնտեղ տարիֆների բացակայությունը, մաքսային տորքերի տարիֆների բացակայությունը էական առաջընթաց կապահովի մեր արտահանումների, մեր առևտրաշրջանառության առումով։ Եկեք չհամեմատենք 550 միլիոնանոց եվրոպական շուկան անհամեմատ ավելի գնողունակ Ռուսաստանի շուկայի։ Չեմ ասում, որ շուկան պետք է կորցնենք, պետք է աշխատենք, պահենք, շուկան շուկա է։ Տնտեսությունը պետք է լինի զերծ քաղաքական տարբեր ազդեցությունների։ Բայց չի լինում, որպես դա ցանկալի չէ։ Եվ այդպիսի գործընկերների հետ հեռանկարային չէ տնտեսական հարաբերություններ պահելը։ Որոնք ամենից կապում են այդ քաղաքականության հետ, իրենց ազդեցության տարածման հետ, ինչի են բոլոր ուզում էներգակիրները, օրինակ Հայաստանով, Վրաստանով, այսպես տանել Եվրոպա, բայց ոչ Ռուսաստանով։ Էկար չէ, բոլոր գազամուղները, նավթամուղները անցնում են, որտեղ Ռուսաստանը դա շահարկում էր, օգտագործում էր, որպես ինչ-որ միջոց, ինչ-որ այլ բաներ ստանալու, քաղաքական երկխոսություն առաջ գնալու եւ այլն։ Նույնիսկ Թուրքիայի հետ էր։ Թուրքիան օգտագործեց լրիվ այդ հարավային հոսքերը կառուցել տվեց, իրենց համար ատոմակայան է կառուցել տվել եւ ասել շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան շարունակի նույն ձևով։ Եվրոպիությունները ասենք կարծիքներ չեն, որ տասնյակ տարիների աշխատանքի պետք որպեսզի մենք կարողանանք որոշ ձևով մասնակի ինտեգրվել եվրոպական շուկային։ Տեսակ մի քանի տարում Վրաստանը շատ արագ ընդունեցին, որը ավելի շատ նաեւ քաղաքական տարբեր դիրքորոշումների պատճառով էր։ Հիմա տեսան արդյունքը ինչ եղավ։ Ես գտնում եմ եւ մենք միշտ ենք այդպես եղել, մենք նախապայմանները կատարել ենք, նոր ենք անդամակցել։ Ի տարբերություն շատ երկրների, այդ մեր հարևան Վրաստանը, որ անդամակցել են, բայց պայմանները դրել են, որ անդամակցելուց հետո որոշակի ժամկետով դա կարենք, ինչպես առևտրի համար կազմակերպությունները։ Եվ կարծում եք, ես կարծում եմ շատ ռեալ է մի քանի տարում այդ բոլոր աշխատանքները անել։ Շատ աշխատանքներ կա անելու, բայց դե կառավարությունն պետք է այդ աշխատանքները անի շատ արագ։ Վանդաղ է գնում եւ այդ ուղղությամբ պետք է բարձրաձայնել, պետք է քննարկումներ անել նույն ազգային ժողովում, նույն Եվրոմիության հետ ինտեգրման հանձնաժողով կա, պետք է անընդհատ հաշվետվություն պահանջի կառավարությունից եւ բարձրաձայնի այդ բոլորը։ Ստորագրել ենք ՍԵՊԱ-ն, ինչի չի կատարվում։ Հետո հաջորդ էտապն են գալիս։ Դա էլ պետք է կատարվի։ Հետո պիտի դառնանք անդամակցության տեխնացու եւ այլն։ Շուտ արագ հնարավոր է շատ բաներ անել։ Նույն վիզաների սահմանափակումները վերացնել եւ այլն։ Հասկանում եք, այդ ուղղությամբ պետք է առավոտից երեկո լարված աշխատանք։ Եթե պետք է լրացուցիչ կարող ուժերի ներգրավել կառավարություն կամ այլ տիպի ընկերություններ, որտեղ նաեւ դրամաշնորներով տարբեր խորհրդատվական ծառայություններ կառավարության տրամադրվածությունը դեպի այդ ուղղություն։ Թե վախվորածություն եւ կա որոշ չափով կա այդ վախվորածությունը, դա իմ զգացողությունն եմ ասում, because դա սուբյեկտիվ է։ Ձեր հենց սուբյեկտիվ զգացողություն։ Ես չեմ տեսնում այն ագրեսիվ առաջընթացը լավ իմաստով, որը ես կակնկալեի եւ ոչ միայն ես։ Ինչով եք բացատրում դուք ինքներդ ձեզ համար։ Ինչպես ընդունված է այդ բառը ասել, բալանսավորման, քաղաքականություն, բյուրոկրատիա, ռուսներին դա դուր չի գալիս, իրենք հակառակ պայմաններ են անում, ագրեսիվ կեցվածք են ընդունում։ Այդ պատճառով մենք կարող է ավելի շատ տուժենք, քան կշահեինք։ Տեսնենք ինչպես ենք անում, որ նայել լավ լինի, նայել լավ լինի, նայել լավ լինի, բայց երբեմն դա աշխատում է, երբեմն ոչ։ Հասկանում եք։
Մենք ասում ենք, այո, մենք գնում ենք դեպի Եվրոմիության շուկա, դա մեզ ձեռ է տալիս։ Ասում են, այդ դեպքում մոռացեք ԵԱՏՄ-ի մասին։ Երբ որ կգնանք եւ դրա տեղը գա, մենք ընտրություն կկատարենք։ Վերջ։ Իսկ դուք ինչ է չեք օգտվում Հայաստանին ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, շատ ավելի, քան Հայաստան։ Տեսեք հələ մի հատ միայն այդ մի ապրանքախումբը ասացի, ոսկերչական իր թանկարժեք մետալները, ոսկի ահռելի չափերի շրջանառություն կա։ Ահռելի։ Ռուսաստանը 7 միլիարդից ավելի մենակ այդ մի ուղղությամբ է արտանում։ Ավելի շատ, քան մնացած բոլոր ապրանքները։ Այդպես նաև այդ գազը, նավթը, վառելիք եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Ով է շահում։ Նախ եւ առաջ Ռուսաստանը։ Հայաստանն էլ է շահում, որտեղ ավելի թանկ է վաճառում եւ որոշակի ավելացված արժեք Հայաստանում մնում է, դրանից հարկերն են վճարվում, արտքեր են աշխատում։ Ված չի։ Բայց այնպես չի էլի, որ դա աշխարհի վերջն է եւ այլն եւ այլն։ 7 միլիարդի ստանում ենք, մոտ 8 միլիարդի վաճառում։ Միլիարդ 8 միլիարդի մեջ ծախսերել կա, որ պիտի փոխհատուցել, բայց կա նաեւ եկամուտ, չէ։ Շատ լավ է, բայց ուրիշ ուղղություն վերևել կա եկամուտ, չէ։ Մենք էլ ենք, չէ, ավելացված արժեք ստեղծում շատ տարբեր, մեր ամբողջ տնտեսությունում եւ այլն, շատ դրամաշնորհներ ենք ստանում, ահավասիկ Եվրոմիության դրամաշնորհը եւ դրանք կշարունակվեն, եթե ճիշտ շահագրգիռ ուղղությամբ աշխատանքները տարվեն միջազգային դոնորների հետ, նույն Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, երբ որ իրենք տեսնեն, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ այդ ուղղությամբ ռեալ քայլեր ենք անում եւ կա պատրաստակամություն շարունակելու դա, իրենք իհարկե կավելացնեն ֆինանսավորումը։ Հիմա մի քիչ անցումային չասեմ, բայց այդպես հաստատ շրջանցի խաղաղության պայմանագիր դեռ չկա, մյուս տարի ընտրություններ են մեր մոտ խորհրդարանական իրենք մտածում են տեսեն ինչպես է լինելու, պայքար է լինելու, որ տարբեր երկրներ պայքարում են, մի մասը սատարում են, մի մասը հակառակ իր իրենց մարդկանց են ուզում դնել։ Տես տեղերում բիզնեսը մի փոքր սպասում է, մի փոքր կանգնում է, մեծ ներդրումների մասն է խոսքը։ Փոքր ներդրումներ միշտ էլ կան։ Եվ այսպես նայում ենք, որ երկու կողմից շրջափակված ենք, նորմալ կոմունիկացիաներ չունենք, դեպի Եվրոպա նորմալ ճանապարհ չունենք, երկաթգիծ չունենք, այս պարագայում դրական աճ ունենալը հնայի ամբողջովին արևելքից եւ արևմուտքից շրջափակված լինելով դա վատ ցուցանիշ չէ։ Ես գտնում եմ, որ մի քանի տոկոսային կետով աճը կարող է ավելի բարձր լինել։ Եվ դրությամբ պետք է աշխատենք, բայց դա ինքնըստինքյան արդեն վատ ցուցանիշ չէ։ Եվ արտասահմանյան տնտեսությունները, վերլուծաբանները եւ այլն դա լավ գիտեն։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը նորմալ է աշխատում։ Հայաստանը միշտ մարում է իր բոլոր տիպի պարտավորությունները միջազգային շուկաներում, երկրների առաջ, միջազգային կազմակերպությունների առաջ, ի տարբերություն շատ երկրների։ Երեք տեսնում են, որ այստեղ կայուն տեղ է եւ կարելի է այստեղ խարսխվել բիզնեսի առումով, կոմունիկացիաների առումով եւ այլն եւ այլն։